Բարև ձեզ սիրելի բարեկամներ, ես ուրախ եմ ողջունել ձեզ իմ աստղային խորհրդատու Աննե Հախվերդյանի YouTube-յան ալիքում, որտեղ դուք կգտնեք գերճշգրիտ կանխատեսումներ, ինչպես համաշխարհային իրադարձությունների զարգացման, այնպես էլ Հայաստանի ապագայի մասին։ Եվ իհարկե ալիքի էջերում առկա են կանխատեսումներ բոլոր կենդանակերպերի համար, ինչպես տարվա կտրվածքով, այնպես էլ ամսվա կտրվածքով։ Արդեն վաղուց իսկ տեղադրված են հուլիս ամսվա կանխատեսումները եւ շատ շուտով գալիք շաբաթվա ընթացքում կլինի նաեւ օգոստոս ամսվա գերհետաքրքիր կանխատեսումները եւ ամեն շաբաթ ես ներկայացնում եմ գալիք շաբաթվա աստղացույց։ Լուսնացույցը լուսնի փոխհարաբերությունները այլ մուրակների հետ եւ իհարկե կանխատեսումները կենդանակերպերի համար, այնպես որ անպայման բաժանորդագրվեք ալիքից եւ դիտեք այս վիդեոները մինչեւ վերջ, որպեսզի մշտապես տեղեկացված լինեք այն մասին, թե ինչ է ձեզ սպասվում մոտ ապագայում։ Սիրելի բարեկամներ, այժմ կներկայացնեմ գալիք շաբաթվա աստղացույց լուսնացույցը հուլիսի վերջի եւ օգոստոսի առաջի 2 օրերի համար, այսինքն հուլիսի 27-ից մինչեւ օգոստոսի 2-ը ընկած ժամանակահատվածի աստղացույց լուսնացույցը։ Մինչ այդ ներկայացնեմ ընթացիկ զարգացումները, մենք տեսնում ենք, որ ինչպես եւ ես կանխատեսել էի նախ Իրան ԱՄՆ բախումը ռազմական հակամարտությունը գնալով խորանում եւ առհասարակ մերձավոր արևելքում այժմ տեղի ունենում լայնամասշտաբ պատերազմ ոչ միայն Իրան ԱՄՆ, այլ նաեւ Հութիների եւ Սաուդյան Արաբիայի ընդհանրապես արաբական թերակղզու երկրները գտնվում են, այսպես ասած, պատերազմական բոցերի մեջ եւ առայժմս, ինչպես տեսնում ենք, որևիցե այսպես նախանշաններ չկան խաղաղ կարգավորման համար։ Դե դա այդպես էլ պետք է լիներ, որովհետեւ հուլիսը եւ օգոստոսը ես նախանշել է դեռևս 2 տարի առաջ իբրև 2026 թվականի ամենաբարդ, ամենալարված եւ ճակատագրական ամիսները։ Հուլիսը, որովհետեւ Յուպիտերը մեծրջանկության մորակ Արեգակի հետ սկսում են դիմակայել չարաբաստիկ պատերազմի մորակ Պլուտոնին հուլիսի ընթացքում, իսկ օգոստոսը, գիտեք, որ օգոստոսի 12-ից 28-ը մենք ունենում ենք 26 թվականի ամառային խավարումների միջանցքը, իսկ գիտեք, որ խավարումների միջանցքի ժամանակ տեղի են ունենում շատ բախտորոշ ճակատագրական զարգացումներ, որոնք հետագայում փոխել եւ շտկել շատ դժվար է լինելու եւ ահա Թրամփը հենց դրա վրա է դրել խաղադրույք, որ հենց այդ խավարումների միջանցքում ինտենսիվացնի ռազմական գործողությունները այն նպատակով, որ հետագայում անհնարին լինի դրանք կասեցնել։ Սա իհարկե Թրամփը գիտի, որովհետեւ նա ունի բանիմաց խորհրդականներ, ի տարբերություն մեր ընդդիմության ներկայացուցիչներից բանիմաց աստղաբաններ ունի, որոնք ճշմարիտ եւ շատ հստակ եւ ճշգրիտ կանխատեսումներ են տալիս իրեն եւ գործելով այդպես նա հասնում է փաստացի հաջողության, ի տարբերություն մեր ընդդիմադիր գործիչների, որոնք շարունակաբար հալածվում են, հարուցվում են նորանոր քրեական գործեր եւ այդպես շարունակվելու է, որովհետեւ նրանք որևիցե լուրջ խորհրդական, լուրջ էզոտերիկ աստղաբան չունեն եւ այդպես էլ շարունակվելու է եւ նրանք այսպես այս 9-րդ գումարման ազգային ժողովում, որը ի դեպ սկսելու է գործել օգոստոսի 2-ից, արդեն դառնալու են հերթական տանձիկը, հերթական բուքսի տանձիկը իշխանության համար եւ հատկապես Նիկոլ Փաշինյանի համար, որ ուժեր է հավաքում, տարբեր ներկայացումների է մասնակցում եւ անհամբեր ուշով սպասում է երբ է դուրս գալու ռինգ։ Ահա այսպիսի զարգացումներ են տեղի ունենում, սիրելի բարեկամներ, գալիք շաբաթը բավականին բարդ շաբաթ է խոստանում լինել եւ հենց շաբաթվա սկզբից մենք ունենում ենք շատ կարեւոր աստղաբանական զարգացումներ, որը որ գիտեք
2 տարին մեկ անգամ լուսնային հանգույցները սիրելի բարեկամներ փոխում են իրենց դիրքավորումը եւ ահա հենց երկուշաբթի օրը հուլիսի 27-ին Երևանի ժամանակով 4:46 րոպեին վերընթաց լուսնային հանգույցը Ռախուն լքում է ձկներ կենթանակերպը եւ մուտք է գործում ջրհոս աստղակերպ միաժամանակ նաեւ կետուն այսինքն հարավային եթե Ռախում դա նպատակային լուսնային հանգույցն է, հյուսիսային եւ վերընթաց լուսնային հանգույցն է, այսինքն այնտեղ է դեպի այնտեղ են գնում բոլոր նպատակները, բոլոր ծրագրերը, բոլոր ուժերը դեպի Ռախում։ Իսկ կետուն, որը գտնվում է հակադարձ կետում, դրա համար առանցք է կոչվում, որ երկու հակադարձ կետերում են գտնվում։ Կետուն միաժամանակ լքում է կույս կենթանակերպը եւ մուտ գործում առյուծ, այնպես որ առյուծները հերթական անգամ հայտնվում են հարցակման տակ, հերթական անգամ կորուստներ են ունենալու առյուծները, ես դրա մասին իհարկե առանձին մենք Facebook-յան եթեր կնվիրեմ, որտեղ կներկայացնեմ, թե ինչ է սպասվում մեզ 2 տարիների ընթացքում, այսինքն 2026 թվականի հուլիսի 27-ից մինչև 28 թվականի մարտի 26-ը, երբ կրկին լուսնային հանգույցները փոխելու են իրենց դիրքավորումը եւ վերընթաց լուսնային հանգույցը կհայտնվի այդ եղջյուր կենթանակերպում։ Միաժամանակ շաբաթվա վերջում արդեն հուլիսի 27-ին Սատուրնը չարաբաստիկ Սատուրն մորակը դառնում է հետընթաց, արդեն բազմաթիվ մորակներ դառնում են հետընթաց եւ դա նշանակում է, որ այն բոլոր զարգացումները, այն բոլոր իրադարձությունները, որոնք տեղի չեն ունեցել այն ժամանակ, երբ որ ուղընթաց էր այդ մորակը, ահա տեղի կունենան այն ժամանակ, երբ որ նա հետընթաց է։ Սատուրնը հետընթաց կշարժվի մինչև 26 թվականի դեկտեմբերի 11-ը։ Բավականին բարդ եւ լարված է շաբաթվա սկիզբը սիրելի բարեկամներ հուլիսի 27-ին 2:26 րոպեին լուսինը լարված քառակուսի կկազմի Նեպտուն մորակի հետ, որը գտնվում է 4 աստիճան այդ եղջյուրում, սա նշանակում է դեզինֆորմացիայի տարածում, լարված ինչ-որ զարգացումներ, կախված կեղծիքների, ստի լայնածավալ տարածման հետ, մեզ որ շատ զգուշ եղեք այդ գիշեր, հուլիսի 26-ի լույս 27-ի գիշեր, նաև կարող եք տեսնել մղձավանջային երազներ, շատ զգուշ եղեք։ Եվ արդեն երեկոյան հուլիսի 27-ին լուսինը քառակուսի կկազմի նաև չարաբաստիկ Սատուրնի հետ 23:23 րոպեին լուսինը քառակուսի կկազմի Սատուրնի հետ 14 աստիճան այդ եղջյուրում լուսին եւ 14 աստիճան խոյ կենթանակերպում Սատուրնը, որը արդեն իսկ սկսել է շարժվել հետընթաց։ Սա ներանձնային փոխհարաբերություններում բերում է լարվածություն, զգացմունքների ինչ որ սառեցում, էմոցիոնալ լարվածություն կարող եք դուք զգալ։ Ընդհանրապես հուլիսի 27-ը այն օրը չէ, երբ դուք կարող եք ինչ-որ պայմանավորվածությունների գալ կամ կարևոր ցանկալի չէ կարևոր ինչ-որ հանդիպումներ նշանակել, գործարքներ կնքել եւ այլն։ Պակաս լարված չէ նաև անցնելու հուլիսի 28-ը 4:08 րոպեին Երևանի ժամանակով լուսինը նախ կսկսի դիմակայել Մերկուրի մորակի հետ, կապե վերահաղորդակցության մորակ Մերկուրին արդեն իսկ կանգ է առել հուլիսի 24-ին, բայց դեռևս դուրս չի եկել ստվերային գոտուց, այնպես որ դեռ այդ հետընթաց Մերկուրի տենդենսները ընդհանուր շարունակվում են։ Եվ 17 աստիճան խեցգետնում գտնվում է Մերկուրին, 17 աստիճան այդ եղջյուրում գտնվում է լուսինը։ Սա նշանակում է լոգիստիկ խնդիրներ, այսինքն տրանսպորտային խնդիրներ, դա հուլիսի 28-ին առավոտյան հնարավոր են ուժեղ խցանումներ կամ ուշացումներ, խնդիրներ ճանապարհներին եւ այլն, կապի խափանումներ նույնպես բերում է
Լուսնի եւ Մերկուրիի դիմակայությունը, բայց արդեն 10-ից 10 րոպեին հուլիսի 28-ին առավոտյան Լուսինը գեղեցիկ եռանկյունի կառաջացնի Սիրիով գեղեցկության մոլորակ Վեներայի հետ, որը 20 աստիճան կույս կենդանակերպում է գտնվում, այնպես որ իհարկե սա բարենպաստ, արդեն առավոտից ժամը 10-ից հետո իհարկե սա բարենպաստ է կանանց միջև եւ կանանց հետ հարաբերությունները կարգավորելու համար։ Շատ ճակատագրական եւ կարեւոր օր է սիրելի բարեկամներ հուլիսի 29-ը։ Հուլիսի 29-ին մենք ունենում ենք հուլիսյան լիալուսինը, որը շատ կարեւոր է եւ արդեն 5:45 րոպեին, այսինքն վաղ առավոտյան հուլիսի 29-ին լուսինը սկսում է դիմակայել, լուսինը մուտք է գործում ջրհոս կենդանակերպ եւ արդեն 14:07 րոպեին լուսինը կմիանա չարաբաստիկ Պլուտոնի հետ 4 աստիճան ջրհոսում, իսկ 14:15 րոպեին լուսինը 6 անկյուն կառաջացնի անորոշության, մոգության, միստիկայի մոլորակ Նեպտունի հետ, որը 4 աստիճան խոյ կենդանակերպում է։ Այնուհետև 15:30 րոպեին լուսինը գեղեցիկ եռանկյունի կառաջացնի նաև Ուրանի հետ 4 աստիճան երկօրյակներում արդեն գտնվում է հեղափոխական մոլորակ Ուրան, անսպասելի փոփոխությունների մոլորակ Ուրանը։ Եվ իհարկե ամենալարված ժամանակահատվածը ունենում ենք ժամը 6-ից հետո հուլիսի 29-ին 18:27 րոպեին լուսինը սկսում է դիմակայել Յուպիտեր մոլորակի հետ 6 աստիճան ջրհոսում գտնվում է լուսինը եւ 6 աստիճան առյուծում հայտնվում է Յուպիտերը։ Նույն իհարկե սա խնդիրներ է առաջացնում ինչ-որ կարևոր գործեր ամեն դեպքում հուլիսի 29-ին երեկոյան մի պլանավոր է, կարևոր հանդիպումներ, ինչ-որ բարերարների հետ հանդիպումներ, հովանավորների հետ, կարևոր, չգիտեմ, եթե հաճախորդներ ունեք, որոնցից շատ բան է կախված ձեր բիզնեսում, ապա այդ հուլիսի 29-ին այդպիսի հանդիպումներ մի նշանակեք, որովհետև նաև ցանկալի չէ ինչ-որ նշանադրություն կամ իհարկե հարսանեկան արարողություն չէ, բայց նշանադրություն նույնպես ցանկալի չէ հուլիսի 29-ի երեկոյան։ Իսկ 18:35 րոպեին արդեն կսկսվի լիալուսինը, լուսինը կդիմակայի Արեգակին, 6 աստիճան առյուծում գտնվում է Արեգակը եւ 6 աստիճան ջրհոսում գտնվելու է լուսինը, 6 աստիճան ջրհոսում է այս լիալուսինը, ավելի մանրամասն իհարկե կարող եք տեղեկանալ, թե ինչ է սպասում բոլոր կենդանակերպերին այս լիալուսնի հետ կապված հուլիսյան կանխատեսումներում։ Նու ինչով է առանձնանում այս լիալուսին, ինչով է նա բարդ, որովհետև նախ Յուպիտերը մեծ երջանկության մոլորակը այրվում է Արեգակի ճառագայթներում։ Իսկ դա նշանակում է, որ հզոր Յուպիտերը առյուծում նույնպես հզոր է, նա ոչ միայն խեցգետնում է հզոր, որտեղ նա փառավորվում է, այլ նաև առյուծում է հզոր, որտեղ նա ուժեղ հզոր էներգետիկ հովանավորչություն է ստանում։ Նրա տրիպլիցիցետն է առյուծ, այսինքն հրեղեն տրիպլիցիցետում է եւ թագավորների աստղ Յուպիտերը հենց այրվում է Արեգակի կողմից, որը նույնպես կապված է իշխանության հետ, բարձրագույն ուրեմն կառավարման հետ, այստեղ իհարկե լրջագույն ճգնաժամ է առաջանալու իշխող այդ էլիտաներում ամբողջ աշխարհով մեկ, նաև առաջանալու այդ հակասությունը, հակամարտությունը եւ գերտերությունները աշխատելու են ավելի եւ ավելի դեպի իրենց ներգրավել հնարավորությունները, ռեսուրսները, նրանց հակասությունները, բախումները խորանալու են, այսինքն այստեղ պարզ է, որ խորանալու են նախ ԱՄՆ եւ Ռուսաստան փոխհարաբերությունները, արդեն լարված են շատ ծայրահեղ եւ լայնամասշտաբ պատերազմ ընթանում, վերսկսվել է այդ պատերազմը ըստ էության ԱՄՆ եւ Իրանի միջև եւ այսպես շարունակ, այսինքն բոլոր ուժային կենտրոնները գալիս են, այսպես ասած, շարժման մեջ, Պլուտոնը սկսում է նրանց շարժել եւ գրգռել։ Եվ այստեղ շատ իհարկե ճակատագրական է այս հուլիսի վերջը եւ օգոստոսի սկիզբը, որովհետեւ շատ մեծ խնդիրներ կարող է առաջացնել այդ Յուպիտերը այրումը Արեգակի կողմից, ով գիտեք, որ Յուպիտերը մեծ հովանավորչության մոլորակ է, մեծ երջանկության մոլորակ է, մեծ
բարերար է եւ այստեղ իհարկե այդ բարերարը ենթարկվում է լրջագույն փորձությունների, իսկ երբ բարերարի դրական էներգետիկ ազդեցությունները չեզոքացվում են, ուրեմն ակտիվանում են չար ուժերը, ակտիվանում են սատանայական ուժերը, ակտիվանում են այն ուժերը, որոնք մարդկանց մոլորության մեջ են գցում, որոնց մարդկանց փորձանքների առջև են կանգնացնում։ Եվ այստեղ շատ կարևոր է հիշել, սիրելի բարեկամներ, հետևյալ հնդկական առած ասեմ, թե ասացվածք ասեմ, որը հնչում է հետևյալ կերպ. լիությունից ծնվում է լիություն, եւ եթե լի գավաթից վերցվի մի մաս, այսինքն ջրով օրինակ լցված գավաթից վերցվի մի մաս, նա միևնույն է մնալու է լիք, այսինքն եթե դուք դա այդպիսի տրամաբանությամբ, այդպիսի փիլիսոփայությամբ շարժվեք, դուք ավելի հեշտությամբ կհաղթահարեք այս բարդ շրջանը, երբ մենք ըստ էության զրկված ենք լինելու Յուպիտերի բարերար ազդեցությունից, էներգետիկ օժանդակությունից, որտեղ այրվելով արեգակի կողմից, ըստ էության ցանկացած մոլորակ, ոչ միայն Յուպիտերը կորցնում է իր զորությունը եւ արդեն չի կարող դրական այդ ներգործությունը ունենալ ձեր կյանքի վրա։ Ու սա է հիմնական փորձությունը գալիք շաբաթը, որտեղ գալիք շաբաթ դա գագաթնակետն է այդ այրման։ Իսկ հետագայում իհարկե դա շարունակվելու է մինչև օգոստոսի կեսերը, սիրելիներս, ու աստիճանաբար նվազելու է, այսինքն աստիճանաբար արեգակը հեռանալով Յուպիտերից թուլացնելու է այդ բացասական իր ներգործությունը այրման, բայց այնուամենայնիվ պետք է հիշել, որ անգամ այրումից հետո ստրուկի, այսպես ասած, կարգավիճակում է մոլորակը դեռևս ինքնուրույն չէ, լիարժեք ինքնուրույնությունը դեռ չի վերականգնել մինչև գոնե 10 կամ 10-ից 20 աստիճան չհեռանա արեգակից։ Եվ նաև այստեղ օգոստոսի մյուս խնդիրը կանում է նրանում, որ սկսվելու են այդ խավարումները, մինչև օգոստոսի 28-ը անցնելու ենք այդ խավարումների դժնդակ միջանցքով ամառային եւ նույնպես բավականին բարդ շրջան է մեզ սպասում, այնպես որ զինվեք համբերությամբ, համեցեք խորհրդատվության, ես ձեզ բազմաթիվ խնդրանքներով որոշեցի նաև օգոստոսին օնլայն խորհրդատվությունը, նաև իմ մոգական օժանդակության հետ կապված բոլոր ծառայությունների համար այդ 50% զեղչը պահպանել։ Իհարկե այսինքն հուլիսի 20-ը շատ ճակատագրական օր է լինելու, լուսնի փոխհարաբերությունները բոլոր բարձրագույն մոլորակների հետ խոսում են այն մասին, որ արդեն այդ համաշխարհային կառավարություն կոչեցյալ ուժային կենտրոնները արդեն իսկ որոշումները կայացրել են շատ հարցերի շուրջ եւ արդեն հետագայում մենք միայն կիմանանք, իհարկե իօգուտ մեզ չեն լինելու այդ որոշումները, դա միայն իօգուտ իրենց են այդ որոշումները կայացվում եւ դժվում է բարձ հասարակ ժողովուրդը, շարունակվում է ջարդը Պաղեստինում, շարունակվում են սպանությունները Լիբանանում, Ուկրաինայում, Ռուսաստանում եւ այլ թեժ կետերում, սիրելի բարեկամներ, այնպես որ դա շարունակվելու է նաեւ օգոստոս ամսվա ընթացքում։ Հուլիսի 30-ը բարեխառն օր է, 10:43 րոպեին լուսինը վեցանկյուն կառաջացնի չարաբաստիկ Սատուրնի հետ, որը 14 աստիճան խոյ կենդանակերպում 14 աստիճան ջրհոսում գտնվելու է լուսինը։ Հուլիսի 31-ը նույնպես բարեխառն օր է, այստեղ հենց հուլիսի 30-ի լույս 31-ի գիշերը 1:26 րոպեին Երևանի ժամանակով լուսինը գեղեցիկ եռանկյունի կառաջացնի Մարս մորակետ, 22 աստիճան երկվորյակներում Մարսն է եւ 22 աստիճան ջրհոսում գտնվում է լուսին։ Իհարկե օրվա ընթացքում ցանկալի է դրսևորել ֆիզիկական ակտիվություն, որպեսզի պահպանել ֆիզիկական եւ հոգեբանական այդ առողջությունը։ Իսկ 16-13 րոպեին Երևանի ժամանակով հուլիսի 13-ին լուսինը մուտք կգործի ձկներ կենդանակերպ։ Ու շաբաթը այնուամենայնիվ ինչպես լարված սկսվում է, այնպես լարված էլ ավարտվում է, պետք է ասել, որ միայն 6:58 րոպեին օգոստոս
օգոստոսի 2-ին լուսինը գեղեցիկ եռանկյունի կառաջացնի Մերկուրիի հետ 20 աստիճան ձկներում գտնվելու է լուսինը եւ 20 աստիճան խեցգետնում գտնվում է Մերկուրին։ Ու այստեղ իհարկե օրվա սկիզբը բարենպաստ է միջանձնային փոխհարաբերությունների, նոր կոնտակտների, լոգիստիկայի եւ առևտրի համար։ Իսկ 13:32 րոպեին արդեն լարվածությունը աճելու է։ Երևանի ժամանակով 13:32 րոպեին լուսինը լարված քառակուսի կառաջացնի Մարս մոլորակի հետ 24 աստիճան ձկներում լուսին եւ 24 աստիճան երկորյակներում Մարսն է։ Սա իհարկե խիստ անբարենպաստ դիրք է, լարված դիրք է, հնարավոր են միջանձնային բախումներ, ագրեսիայի աճ, այնպես որ օգոստոսի 2-ի արդեն ցերեկը մի փորձեք բարձել հարաբերությունները մարդկանց հետ կամ ինչ-որ հրահրել կոնֆլիկտային իրավիճակներ, հատկապես տղամարդկանց հետ։ Հուլիսի օգոստոսի 2-ին 16:32 րոպեին արդեն դեպի երեկո լուսինը սկսելու է դիմակայել Վեներա մոլորակին 25 աստիճան ձկներում լուսին եւ 25 աստիճան կույս կենդանակերպում Վեներան են։ Ու սա նույնպես խիստ անբարենպաստ, այսինքն ձևավորվում է Տաո քառակուսի, լուսին, Վեներա, մեջտեղն էլ Մարս, այսինքն միջանձնային փոխհարաբերությունների համար է անբարենպաստ, ամուսնական ինչ-որ տոնակատարությունների համար օգոստոսի 2-ը նույնպես շատ անբարենպաստ է, լարվածություն ընդհանուր միջանձնային մակարդակում կանանց տղամարդկանց միջև, կանանց միջև, պես որ այդ օրը աշխատեք, այսպես էքսեսների մեջ չընկնել, ցանկալի չէ նշանակել ինչ-որ կարևոր արարողակարգեր, կնունք, ծնունդ, չգիտեմ, նամանավանդ հարսանիք, այսինքն որը որ կարող եք չանցկացնել այդ օրը, եթե հնարավոր է մի անցկացրեք, սիրելի բարեկամներ, պատճառը արդեն բացատրեց, տեսնում եք, որ բավականին լարված է, գալիք շաբաթ բավականին այսպես խտացված իրադարձություններով լի է, անբարենպաստ աստղաբանական իրադարձություններով լի է, այնպես որ աշխատեք ինչ-որ շատ կարևոր գործեր չծրագրել, կարևոր հանդիպումներ, կարևոր փաստաթղթեր չստորագրել եւ այլն եւ այլն։ Նաեւ ցանկալի չէ ճանապարհ գնալ, եթե ստիպված եք այնուամենայնիվ կարող եք, բայց այնուամենայնիվ ցանկալի չէ։ Իսկ այժմ սիրելի բարեկամներ ներկայացնեմ, թե ինչ է սպասվում գալիք շաբաթ կենդանակերպերին։ Եվ այսպես, պատրաստ եք, սիրելի խոյակներ, բարի խառն է անցնելու ձեզ համար գալիք շաբաթը, հուլիսի 27-ից 29-ը կարևոր գործնական հարց է ձեզ համար լուծվելու, աշխատանքի հետ կապված, պաշտոնի հետ կապված, փաստաթղթերի հետ կապված, պետական դռան հետ կապված, կամ կստանաք կարևոր առաջարկություն, բայց հիշեք, սիրելի բարեկամներ, որ բոլոր այն կարևոր առաջարկություններ, ինչ որ գայթակղեցուցիչ առաջարկությունները, որը դուք կստանաք խավարումների միջանցքի մոտակայքում կամ ներսը, արդեն իսկ դա տեղիք է տալիս մի քանի անգամ մտածել, մի քանի անգամ մտածեք, նոր կայացրեք որոշումը։ Հուլիսի 29-ից 31-ը սիրելի խոյակներ, կիրագործվի ձեր ամենանվիրական երազանքներից մեկը, կուրախացնեն ձեր չափահաս երեխաները եւ բարենպաստ են այդ օրերի նաեւ on-line բիզնեսի համար։ Հուլիսի 31-ից օգոստոսի 2-ը զգուշացեք գաղտնի թշնամիների ակտիվությունից, սիրելի խոյեր։ Սիրելի ցուլեր, ձեզ համար ընդհանուր առմամբ բարենպաստ է գալիք շաբաթը, հուլիսի 27-ից 29-ը լավ լուր արտասահմանից կամնվեր, հուլիսի 29-ից 31-ը կարևոր գործնական խնդիր կլուծվի ձեզ համար, պետական դռան հետ կապված, աշխատանքի հետ կապված, փաստաթղթերի հետ կապված, կամ հետաքրքիր առաջարկություն կստանաք։ Հուլիսի 31-ից օգոստոսի 2-ը սիրելի ցլակներ, կիրագործվի ձեր ամենանվիրական երազանքներից մեկը, կուրախացնեն ձեզ նաև ձեր չափահաս երեխաները։ Սիրելի երկվորյակներ, ձեզ համար բարի խառն է անցնելու գալիք շաբաթը, հուլիսի 27-ից 29-ը էքստրեմալ իրավիճակներից զգուշացեք, ճանապարհների հետ կապված, առողջության հետ կապված խնդիրներ կարող են լինել, բայց նաև մեծ վարկեր եւ պարտքեր այդ օրերին մի արեք, սիրելի երկվորյակներ, որովհետեւ
անբարենպաստ են այդ օրերը դրա համար։ Հուլիսի 29-ից 31-ը լավ լուր արտասահմանից կամ նվեր հնարավոր է նաև ճամփորդություն, բայց ես դες հորդորում եմ զգուշորեն ճամփորդել հուլիսի վերջում եւ օգոստոսի ընթացքում։ Հուլիսի 31-ից օգոստոսի 2-ը սիրելի երկվորյակներ կիրագործի դրա ամենանվիրական կարևոր գործ, ինչ-որ գործնական խնդիր կլուծվի, պետական դռան հետ կապված, փաստաթղթերի հետ կապված, աշխատանքի հետ կապված։ Սիրելի խեցգետնակներ, բարդ շաբաթ է ձեզ սպասվում։ Հուլիսի 27-ից 29-ը զգուշացեք ձեր գործընկերների եւ զուգընկերների հետ բախումներից, որտեղ հետո դժվար կլինի վերականգնել հարաբերությունները, թե դրանք փչացնեք։ Սիրելի խեցգետնակներ, հուլիսի 29-ից 31-ը բարդ օրեր են, էքստրեմալ իրավիճակներով լի, հնարավոր են խնդիրներ առողջության հետ կապված ճանապարհներին, մեծ վարկեր եւ պարտքեր մի վերցրեք այդ օրերին։ Հուլիսի 31-ից օգոստոսի 2-ը լավ լուր արտասահմանից կամ նվեր հնարավոր է նաև ճամփորդություն։ Սիրելի առյուծիկներ, ձեզ համար եւս անբարենպաստ է լինելու գալիք շաբաթ։ Հուլիսի 27-ից 29-ը լուծելու եք ընթացիկ առողջական եւ աշխատանքային հարցեր եւ խնդիրներ։ Հուլիսի 29-ից 31-ը զգուշացեք ձեր զուգընկերների եւ գործընկերների հետ բախումներից, որտեղ հետո դժվար կլինի վերականգնել հարաբերությունները։ Իսկ հուլիսի 31-ից օգոստոսի 2-ը արդեն էքստրեմալ իրավիճակներ են հնարավոր, խնդիրներ առողջության հետ կապված ոչ միայն ձեր մոտ, այլ նաև ձեր միջավայրում, ձեր մերձավորների մոտ, նաև ճանապարհներին խնդիրներ, մեծ վարկեր եւ պարտքեր մի վերցրեք այդ օրերին։ Սիրելի կույսակներ, բարեխառն է անցնելու ձեզ համար գալիք շաբաթ։ Հուլիսի 27-ից 29-ը բարենպաստ է հաճույքների հանգստի համար եւ երեխաների համար։ Նաև լավ է բիզնեսի համար այդ օրը, բարենպաստ են բիզնեսի համար։ Հուլիսի 29-ից 31-ը զբաղվելու եք ընթացիկ աշխատանքային եւ առողջության հետ կապված հարցերով, իսկ 31-ից օգոստոսի 2-ը ուրեմն զգուշացեք սիրելի կույսակներ ձեր զուգընկերներ, գործընկերների հետ բախումներից, հետո դժվար կլինի վերականգնել հարաբերությունները։ Բարեխառն է անցնելու գալիք շաբաթը նաև կշերքների համար։ Սիրելի կշերքներ, հուլիսի 27-ից 29-ը զբաղվելու եք տան, ընտանիքի, ծնողների հետ կապված հարցերով։ Հնարավոր է բնակարանի արքուվաճառք։ Հուլիսի 29-ից 31-ը բարենպաստ օրեր են հաճույքների, հանգստի, երեխաների եւ բիզնեսի համար, իսկ 31-ից օգոստոսի 2-ը զբաղվելու եք ընթացիկ առողջական եւ աշխատանքային հարցերով եւ խնդիրներով։ Սիրելի կարիճկներ, բարեխառն է անցնելու նաեւ ձեզ համար գալիք շաբաթը։ Հուլիսի 27-ից 29-ը կար ճանապարհ է գնալու, կարևոր հանդիպում է հնարավոր եւ բարենպաստ ինչ-որ հետաքրքիր տեղեկատվություն։ Հուլիսի 29-ից 31-ը զբաղվելու եք տան, ընտանիքի, ծնողների հետ կապված հարցերով, հնարավոր է նաև տան առքուվաճառք։ Հուլիսի 31-ից օգոստոսի 2-ը հիմնականում բարենպաստ է ստեղծագործության, հանգստի, երեխաների, հաճույքների եւ բիզնեսի համար։ Սիրելի աղեղնավորներ, բարեխառն է անցնելու նաև ձեզ համար գալիք շաբաթը։ Հուլիսի 27-ից 29-ը բարենպաստ է ֆինանսական գործունեության համար, սիրելի աղեղնավորներ, փող եք ստանալու։ Հուլիսի 29-ից 31-ը կարճ ճանապարհ եւ լավ լուրեր։ Հուլիսի 31-ից օգոստոսի 2-ը ուրեմն բարենպաստ ժամանակահատված է տան, ծնողների, ընտանիքի հետ կապված հարցերը կարգավորելու համար։ Սիրելի այծեղջյուրներ, բարենպաստ է ձեզ համար գալիք շաբաթ։ Հուլիսի 27-ից 29-ը զբաղվեք դեր արտաքին մանքով եւ գեղեցկությամբ։ Լուծեք անձնական եւ գործնական բնույթի հարցեր եւ խնդիրներ, հաջողությունը ձեր կողմն է։ Հուլիսի 29-ից 31-ը բարենպաստ է ֆինանսական գործունեության համար, փող եք ստանալու, իսկ 31-ից հուլիսի մինչեւ օգոստոսի 2-ը կարճ ճանապարհ է գնալու, որի ընթացքում հետաքրքիր լուրեր եւ հանդիպումներ են հնարավոր։ Սիրելի ջրհոսակներ, բարեխառն է անցնելու նաև ձեզ համար գալիք շաբաթը։ Հուլիսի 27-ից 29-ը ակտիվանալու են ձեր գաղտնի թշնամիները, զգուշ եղեք։ Հուլիսի 29-ից 31-ը զբաղվեք սիրելի ջրհոսակներ ձեր արտաքին հմանքով եւ գեղեցկությամբ, լուծեք անձնական եւ գործնական բնույթի հարցեր եւ խնդիրներ, հաջողությունը ձեր կողմն է։ Միջալոց գալիք շաբաթ արդեն հիշեցնեմ, որ վերընթաց լուսնային հանգույցը մտնում է ջրհոս եւ արդեն նախաձեռնությունը սիրելինես անցնում է ձեր ձեռք, այսինքն ձեր
ձեր հաջողությունը, ձեր բախտը, ձեր բարեկեցությունը ձեր ձեռքերում է, սիրելի ջրհոսակներ։ Եվ 2 տարի շարունակ այդպես։ Հուլիսի 31-ից մինչև օգոստոսի 2-ը բարենպաստ է, սիրելի ջրհոսներ, ֆինանսական գործունեության համար փող եք ստանալու։ Սիրելի ձկնակներ, բարեխառն է անցնելու նաև ձեզ համար գալիք շաբաթը հուլիսի 27-ից 29-ը կարևոր երազանք է իրագործվելու ձեզ համար, կուրախացնեն ձեզ նաև ձեր չափահաս երեխաները։ Հուլիսի 29-ից 31-ը զգուշացեք, սիրելի ձկնիկներ, գաղտնի թշնամիների ակտիվությունից, իսկ 31-ից հուլիսի մինչև 2 օգոստոսի զբաղվեք ձեր արտաքին հմայքով եւ գեղեցկությամբ, լուծեք անձնական եւ գործնական բնույթի հարցեր եւ խնդիրներ, հաջողությունը ձեր կողմն է։ Ահա այսքանը, սիրելի բարեկամներ, այն մասին, թե ինչ է մեզ սպասվում բարդ եւ հակասական գալիք շաբաթվա ընթացքում հուլիսի 27-ից օգոստոսի 2-ը ընկած ժամանակահատվածում։ Անպայման բաժանորդագրվեք աստղային խորհրդատու Աննե Հախվերդյանի իմ YouTube-յան ալիքին, բաժանորդագրվեք նաև իմ մոգական էքսկլյուզիվ անկրկնելի աստրոմագիա եւ թալիսմաններ երկրորդ YouTube-յան ալիքին, այնտեղ գրեթե ամեն օր նոր մախոսություններ եւ արարողակարգեր են տեղադրվում, այնպես որ բաց մի թողեք, բացառիկ հնարավորությունը շտկել ձեր կյանքը այս բարդ ժամանակահատվածում։ Նաև հետևեք ինձ, սիրելի բարեկամներ, Facebook-ում, Instagram-ում, Telegram-ում եւ TikTok-ում, իսկ ես ձեզ մաղթում եմ ամենայն բարիք, կհանդիպենք, տեսցում։